Մարլուս ընկերներ, ըս ինչեր է կատարվում Հայաստանում։ Երեք Մարկո Ռուբիոն եկավ Հայաստան, բայց ոնց եկավ։ Գախնի, պատկերացնեք, սենց կարևոր զբաղված մարդը գախնի թափով իջնում է Հայաստան, ինչ-որ բաներ են ստորագրում գախնի ու թռնում է։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է մի քանի բան, որ նախ Հայաստանի իշխանությունները գախնի կերպով Հայաստանից թաքուն, Հայաստանի ժողովրդից թաքուն ինչ-որ պայմանագրեր են կնքում ու ափալ-թափալ, հա, սենց թափով իջնում են, կնքում են Ամերիկայի նման երկրի հետ։ Դա նշանակում է, որ Ամերիկան ինչ-որ բաներ է անում մեր երկրում կարևոր, որովհետև չէր գա Մարկո Ռուբիոն իջներ էլի Հայաստանում, տեսակ 40 րոպե թե 60 րոպե տևեց, որովհետև Այնի տենց Հավայի տուզիկ մուզիկ երկրներ էթա երկար ինչ անի, տենց բան չկա իրանց մոտ։ Եվ մի ուրիշ կողմը հələ նայենք, մեր Հայաստանին մի քանի ամիս առաջ Եվրոմիությունը տվեց, չգիտեմ քանի միլիոն, 10-25 միլիոն, տոշնի թիվը չեմ հիշում, որ պայքարի Հայաստանը ռուսական հիբրիդային պատերազմի դեմ, հիմա մի հատ նայենք էլի ինչ է կատարվում, գալիս են եվրոպացիները, գալիս է Եվրոպայի համաժողովն է լինում Հայաստանում, հետո գալիս է Ամերիկայի պաշտոնյան Հայաստան, Հայաստանը չի մասնակցում հապկին, ու էլի տենց լիքը բաներ, բայց չգիտես ինչի անունը դերացա, թե իբր Հայաստանը պայքարում է ռուսական հիբրիդային պատերազմի դեմ, հասկանում եք, ուր են այդ ռուսները, այդ հիբրիդային պատերազմը ուր է ռուսական, այդ որ ես իմ Facebook-ում մեկը հանում Նիկոլի սենց բան նկարն է դնում, կամ գրում են Նիկոլը սպիդա, էդ է հիբրիդային պատերազմը, տենց տուֆտ է հիբրիդային պատերազմը, շատ հնարավոր է, որ լինի տենց տուֆտ է, այո։ Ինչի, որովհետև Ռուսաստանը, եթե մի քիչ գաղափար ունեք Ռուսաստանից ու հիբրիդային պատերազմներից, դուք հաստատ գիտեք, որ Ռուսաստանը հիբրիդային պատերազմ չի մղում, ոչ թե չի ուզում, այլ չի կարում, իրանց տեխնոլոգիայի, իրանց մտածելակերպի, իրանց զարգացման մեջ չկա էդի հլը։ Հիբրիդային պատերազմներում ընդհանրապես ուղեղի լվացման տեխնոլոգիաներով հզոր է Եվրոպան, Ամերիկան, Արևմուտքը։ Սովետն էր հզոր, Սովետը որ ստեղծվավ այն ժամանակ հզոր էր, բայց Սովետից հետո քանդվավ, էդի անհետացավ սովետական երկրների մոտ։ Բայց այն երկրներ արևմտյան, իրանք որ հավասար համարյա գնում էին Սովետի հետ, իրանք ավելի զարգացան, հիմա вообще բոմբ են։ Ուրեմն ո՞նց է կատարվում, քանի որ ամեն ինչը soft է, դա կոչվում է soft power, փափուկ ուժ։ Իսկ ռուսները գիտեք, որ քյալ ուժ են իրանք կիրառում, ամենտեղ սենց քյալ ձևի են, չէ, աշխատում իրանք, եթե ռում գցեն, կռիվ անեն, հարբեն ելնեն տփեն, իրանց մոտ այդ soft power-ը չկա, իրանց ազգի մեջքի չկա, բայց արևմուտքը ընդհակառակը, դրա հակառակ իրանք այդ ձևի մարդիկ են, իրանք սիրում են այդպես։ Մեր մոտ օրինակ հիշում եք 90-ականներին կար հոլանդական կուտ։ Ինչ էր դա ասում, դա ասում են նենց կուտ են տալի, որ ուտում ես։ Այն ժամանակ ես չի հասկանում, իհարկե խի իմենա հոլանդական։ Հոլանդում ապրելուց հետո ու երկար տարիներ ապրելուց հետո նոր հասկանում ես, որ հա, մի րոպե արա սրանք էս ինչ կուտ են տալի։ Էս ինչ է նշանակում հոլանդական կուտ, էս ինչ է նշանակում soft power, էս ինչ է նշանակում այդ հիբրիդային ասածը։ Ու հիմա հենց այս օրինակով ինչ ալնում։ Իրանք առաջինը վազում են, բարձրացնում են այդ հարցը, որ իրանք հիբրիդային պատերազմի դեմ են կռվում Ռուսաստանի, որով հենց իրանք սարքում են հիբրիդային պատերազմ Ռուսաստանի դեմ, հասկացաք, այսինքն հենց այդ ամբողջ շուխուրը, որ իրանք իբր թե արևմուտքը պաշտպանում է Հայաստանին ռուսական հարձակումներից հիբրիդային, որոնք չկան, իրականում իրանք այդ անվան տակ ստեղծում են մի բանակ Հայաստանում, որ հարձակվի Ռուսաստանի վրա։ Որովհետև իրանք մաստերներ են դրանից, իրանք այդ գործը ստեղծողն են, այդ գործը ապահովողն են, այդ գործում մասնագետներ են իրանք։ Դրամ այն այդ փողը տվել, թե չէ ուր է այդ փողը։
Ուր է 10-25 միլիոնը, որ Եվրոպան տվել էր, որ Հայաստանը պայքարի հիբրիդային ռուսական զորքի դեմ։ Ուր է այդ փողը ում են տվել։ Գիտենք մենք, չգիտենք։ Ինչ որ մի երկու հատ լակոտ բլոգերի, որ ելնեն հաչան։ Կարող է, որտեղ էս դրանով են իրանք կռվում։ Mən նայում եմ ամեն օր էս Facebook-ը վերում է։ Մի հատ եսիմ ինչ դեմքեր, եսիմ ովքեր, ինչ բան են լցնում Ռուսաստանի վրա։ Նոր աճած, sense նոր սերմ տված ջահելիկներ, որ նոր են ավարտել ինստիտուտը, արդեն բան են անում, ռուսական քաղաքականություն են վերլուծում, բան։ Այսպես ապեր դու, ասեք, մի 5-6 տարի ես ապրես մոլորակի վրա, չափահաս։ Ու այդ 5-6 տարին ապրել ես fake news-ի դարաշրջանում, որ ամենտեղ fake news է, ու դու տենց արդեն մի քանի տարում հելես ռուսական քաղաքականության մասին եզրակացություններ ես գրում, համաշխարհային քաղաքականության վերլուծություններ ես անում, ընկեր, այդ կոնկրետ մեկի մասին այլ երեք տեսա, տենց նոր մի հատ ջահել է, մի երկու հատ լայվ ա տվել, ինտերվյու ա վերցրել, միտքա գրել երեք, կասեմ մի օր երևի որ հավեսը ստավեր, դե լավ եղեք, բայց հələ նայենք ուր է այդ փողերը, ուր է գնացել, ովքեր են կռվում, ուր է այդ բանակը, որ կռվում էր, ուր է, ինչի մենք չենք տենում այդ ռուսական հիբրիդային պատերազմի գազաններին, զորքին, զոհերին, մենակ տենում ենք եվրոպական արևմտյան զորքին, բանակին ու Հայաստանում հայերի զոհերը ռուսների համար ուրիշ բան չենք տեսնում։ Իսկ ամենախոխման գիտեք որն է, որ այսքանից հետո այն տուպոյ մասա կա մի հատ, որ դաժե կուսակցություններ ունեն եւ այլն, դաժե որոշները ազգայնական կուսակցություններ են, եւ դրանց մասին եք ասեմ, ու իրանք պնդում են, որ Նիկոլը ռուսի շպիոնն է։ Հասկանում եք, այսքան որը լում է, իրանք հələ վաղնել են ասելու, ասեն այդ Ռուբիոին Պուտինն էր խափեց, չերես Նիկոլ բերեց, իջցրեց, ասեց ապես ստորագրի, դի Պուտինին էր պետք է սա ասեն։ Այդ ամեն ինչը ինչ որ լում է, սա Պուտինն է անում, ապեր, հա ոնց բա Պուտինը։ Բայց Պուտինը մի հատ լավ բան է արել։ Չգիտեմ ճիշտ է թե չէ, հուսամ որ ճիշտ է, ինչ որ օրենք է ստորագրել, որ ռուսական բանակը իրավունք ունի օտար երկրներում պաշտպանելու իր քաղաքացիներին, եթե իրանք անօրինաբար պատժվում են, թե ինձ շուտ մի հատ բան։ Ինչ եմ ես դրա համար ուրախանում։ Դրա համար ես ուրախանում եմ, որովհետև կարա պաշտպանի իր քաղաքացիներին, որոնք անարդար, դե նշվում եմ, անարդար ձևի պատժվում են լինելով Ռուսաստանի քաղաքացի կամ ունենալով քաղաքական հայացքներ Ռուսաստանի հետ։ Հասկացեք, այդ ռուսամոլություն, ռուսի սապոգ, ռուսի գավերնիա եսիմիջ այդ ապուշ մտքերը, դրանք հենց արևմտյան այդ soft power-ի կողմից ներմուծված մտքեր են, դրանք հենց այդ հիբրիդային պատերազմն է, որ մարդկանց դրանցով վախացնում են, ամաչացնում են, որ մարդիկ չունենան այդ ուղղությունը։ Բայց եթե դուք մարդ եք, որ ուզում եք արդար մտածեք, չէ, արդարություն եք ուզում, դեմոկրատիա եք ուզում, այդ երկրում դու իրավունք ունես ունենալ ուրիշ կարծիք։ Դա նորմալ բան է, ես իմ համար նորմալ է, որ մեկը Հայաստանում ունենա արևմտյան մտածելակերպ կամ ուզենա, որ Հայաստանը շարժվի արևմուտքի ուղղությամբ։ Okay, նորմալ է, մտածի, տենց ուզի, բայց թող մյուսն է մտածի, որ չէ, Հայաստանը ավելի լավ կլինի Ռուսաստանի հետ։ Ու դուք եկեք ոչ թե իրար թքեք իրար վրա խնչեք ու ցեղ շպրտեք, այլ եկեք մի հատ գիտակից դաշտ, բերեք ապացուցեք, բերեք ներկայացրեք, խի ես մտածում, որ Հայաստանը Եվրոպայի հետ ավելի լավ կլինի։ Դու էլ բեր ապացուցի, խի ես մտածում, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ավելի լավ կլինի։ Բեր հաշվարկ բերեք։ Բերեք թղթի վրա գրեք, տես այսի արժի 7 եվրո, չգիտեմ, կիլոն, Ռուսաստանում 22-ան դե ծախենք, այսքան օգուտ կանենք։ Օրինակ, մի հատ Հավայի օրինակ եմ բերում։
Հասկանում եք, բայց դա չկա մեր մոտ։ Եթե նրանք են տիրում, նրանց լցում են ինչ կա չկա նրանց վրա, թարախ բան, ռուսի շապոկ, շպիոն, իսմիչ, ենակե թուրքի շպիոն, եսիմիչ, արեմուտքի շպիոն, եթե չես բերում, դու չես բերում կոնկրետ հաշվարկ, կոնկրետ ծրագիր, կոնկրետ ինչ-որ հերանեկարային, մի հատ ինչ-որ տեսլական, այդ է արդեն ուրեմն դու իրոք շպիոն ես, որովհետև դու պրոստը ուզում ես սենց լինի, դու դե չգիտես խի, կամ գիտես խի, քեզ փող են տվել, որ դու աշխատես, էդի պրոստը ասես, պրոպագանդա տանես։ Դու դառնում ես իժանք պրոպագանդիստ, դառնում ես շպիոն, որովհետև չունես հաշվարկ, չես կարող ներկայացնես, թե խի ես մտածում տենց։ Բայց երբ որ սկսում են միանգամից քֆրտել, միանգամից վիրավորել, դա արդեն նշանակում է իրանք կամ շատ տգետ դեբիլ մարդիկ են, այն պլենդուզի մակարդակի չարփինչ, կամ հիմնականում իրանք հենց այդ ագենտուրայի մասնիկ են, որով ցանկանում են ուրիշ տեսակի մտածողություն ունեցող մարդկանց վիրավորել, ճնշել, այդ հենց այդ հիբրիդային պատերազմն է։ Հիմա որ մենակ այդ մի օրենքը, մի քանի բաներ կան հիբրիդայինում, բայց մենակ էսի որ նայենք հիմա ով է ում շատ ճնշում Հայաստանում, ռուսամոլները արևմտամոլներին, թե արևմտամոլները ռուսամոլներին, ելի մի հատ խորացեք, ու տեսեք այդ փողերը էլի ուր է այդում, ով է ում այդ կռվում, այդ հիբրիդայինը, որտեղ է, հիբրիդ, ես օրինակ չեմ տենում, եթե դուք տենում եք ինձ մի հատ ցույց տվեք էլի ժողովուրդ, տենանք այդ հիբրիդային ինչ, պատերազմը, այդանք նայենք կողքից, կարող է միտեղ ստադիոններում, այդանք նայենք, հետարքիր է, չէ, լավ եղեք։